Բարի օր, The Point-ի սիրելի ունկնդիրներ։ Այսօր ես ունեմ շատ անակնկալ եւ շատ սպասված հյուր։ Ֆինանսների նախկին նախարար, Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ Լևոն Վարխուդարյան։ Բարև ձեզ, պարոն Վարխուդարյան, բարի լինի ձեր ոտքը մեր տաղավար։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հարցազրույցը սկսել գուցե որոշ չափով, ինչ ասեմ, ինձ համար կամ ձեզ համար դժվար հարցով։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին դուք ազգային ժողովում ամբիոնից պատասխանում էիք падգամավորի հարցին։ Ձեր գնահատականով այս բոլոր իրադարձություններից հետո վերջապես Հայաստանի Հանրապետություն հոկտեմբերի 28-ը եկավ, թե ոչ։ Եկավ իհարկե, կարող էր շատ ափսոսում եմ այդ բոլոր դեպքերի համար, կարող էր շատ ավելի շուտ եւ շատ ավելի վառ լիներ այդ հոկտեմբերի 28-ը, որտեղ միասնության դաշինքը շատ ճիշտ ճանապարհ էր ընտրել, թե զարգացման համար կառուցելու եւ պաշտպանելու կար, կառուցելու, պաշտպանելու, այդ բոլորը կար։ Եվ ինչ-որ արտաքին ուժեր դա թույլ չտվեցին, որտեղ դա իրեն շահերից չէր բխում։ Սա մեծ ցավ էր ինձ համար, շատ մեծ ցավ էր։ Ես շատ լավ հիշում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադարձած Վազգեն Սարգսյանի այդ ձեր ասած խանդավառությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հանդիպումներից, քննարկումներից, պայմանավորվածություններից հետո, եթե Հայաստանի Հանրապետությունը 2-3 տարի ժամանակ ունենար, համենայն դեպս մենք բոլորովին տարածաշրջանում այլ երկիր կլինեինք միանշանակ։ Ես գիտեմ, որ ով, բայց դուք Վազգեն Սարգսյանի կառավարության առանցքային անդամներից մեկն էիք, եւ եթե 2000-ին Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր իր կառավարության կազմը փոխել, դուք շարունակելու էիք պաշտոնավարել, ես դա հստակ գիտեմ իր իսկ խոսքերով։ Դա ահագին վստահություն էր ու ահագին Վազգեն Սարգսյանի նման գնահատականը ամենայն դեպս որևէ մեկին հենց այնպես չէր տրվում էր աշխատանքից ելնելով։ Այ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հիմիկվա տրիպը չունեք տպավորություն, որ սկիզբը այնուամենայնիվ Վազգենն է դրել այն բոլոր ծրագրերի, որ տասնամյակների միջով անցան, մասամբ փորձեցին իրականացնել Վրաստանում, երբ Հայաստանի Հանրապետությունը կտրուկ գնաց ու ընկավ Ռուսաստանի գիրկը գույք պարտքի դիմացով ու չգիտեմ էլ ինչով, փորձեցին Վրաստան տեղափոխել այդ ծրագրերը, բայց այնուամենայնիվ բումերանգը վերադառնում է եւ այդ ծրագրերը վերադարձան Հայաստան։ Կարելի է այդպես ասել, այդ խանդավառությունը կար անշուշտ, կար արդեն զգացվում էր մոտալուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի հետ։ Այդ ճանապարհների բացելը, հայ-թուրքական սահմանի բացելը, այդ բոլորը կար։ Մի մասը փաստաթղթավորված էր, մի մասը առաջարկների տեսքով էր, շատ ակտիվ մի ժամանակաշրջան էր, որը շատ չէր այդ պահին հրապարակվում, այդ մասին շատ չէր բարձրաձայնվում, բայց աշխատանքը ռեալ գնում էր։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջի տեղակալ Ստրոպ Տալբոտն էր գալիս շատ ավելի հաճախ, քան մեզ էր թվում, շատ անգամ չէր հայտարարում, վերջերներ էր ինքը եկել, ինքնաթիռով թռավ եւ իմացավ լուրը նորից հետ վերադարձավ։ Շատ անսպասելի էր, չէին սպասում եւ պայմանագրի ստորագրումը նոր դռներ կբացեր Հայաստանի առաջ։ Իհարկե կար որոշ բաներ, դա չէր ասվում եւ չկար մի փաստաթուղթ, որ կարդայր այդ բոլորը գրված լիներ։ Բայց այդ ժամանակ ավելի ակտիվ էի հանդիպում Վազգենի հետ, որտեղ նաեւ բյուջեի քննարկման շրջաններ, կառավարությունն նոյեմբերի 1-ին ազգային ժողովում պետք է ներկայացվեր այդ բոլորը կար եւ հաճախ էր լինում, ասում էր մի հատ նիստը վարի, ես պիտի գնամ Դեմիրճյանի մոտ այդ հարցերով խոսեմ։ Որոշ հարցերով երևի ինչ որ լրացիչ բարձաբանումների կարիք կար եւ այլն։ Կար նաև ճանապարհի հարցից հետո հասկացա դա, միայն երկաթգծի։ Եվ միայն միջազգային ուժերի հետ նաև այդպես անվտանգությունը պահելու։ Եվ այդտեղից զգացում եմ, որ դա հինավուրց երազանքներ Ադրբեջանի եւ Թուրքիայի ունենալ այդ կապը,
Բայց նաև զգացվում էր, որ Միացյալ Նահանգները հակված չէին դա իրենց տանում։ Եվ դա այսօր հաստատվում է։ Այսինքն ես այնուհետ ճիշտ եմ։ Շատ հստակ հաստատվում է այսօր։ Այո, շատ հարցերով շատ ընդհանուր գծեր կան։ Ուղղակի այն ժամանակ եթե դա լիներ, մենք կժահեինք բավականին շատ։ Մենք այսօր Արցախ կունենայինք։ Արցախը կլիներ Հայաստանի կազմում։ Այո։ Ես ուղիղ ասեմ։ Գիտեք, ես ինչու եմ դա այնուամենայնիվ շատ հստակ պատկերացնում, որ այս ծրագրերի սկիզբը Վազգեն Սարգսյանն է դրել, որովհետև հոկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանը Ֆելիքս Փիրումյանին նշանակել էր Շիրակի մարզպետ։ Եվ Շիրակի մարզպետարանում նոր մարզպետին ներկայացնելու հին մարզպետի հրաժեշտի հայտարարությանը Վազգեն Սարգսյանը շատ հիմա արդեն կարելի է դա գնահատել սակրալ ելույթ, իսկապես սակրալ ելույթ, որովհետև շատ հետաքրքիր գաղափարներ տվեց։ Ես այնտեղ էի դեմ դիմաց համարյա առաջին շարքում նստած Վազգենին, Վազգենի նախադասությունները, գիտեք, ականջներիս մեջ անընդհատ հնչում են։ Շատ շուտով 3 ամսում բացվելու է հայ-թուրքական սահմանը։ Շատ շուտով 3 ամսվա շրջանակներում մենք ունենալու ենք Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի լուծված հարց։ Շատ շուտով մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենազարգացող երկիրը։ Երբ Վազգենը ասաց, որ շատ շուտով հայ-թուրքական սահմանն է բացվելու 3 ամսում, 3 ամսում Ղարաբաղի հարց ենք լուծելու, հա, ու անմիջապես ավելացրեց, եթե Հեյդարին Աստված պահի Հեյդարը մինչև այդ ողջ լինի, խոսք է տվել ստորագրելու է։ Մի բան, որ ասենք մի քանի անգամ ես իրենից լսել եմ։ Ես զարմացած նայեցի իրեն, որ հիմա սա գրելու եմ, թե չեմ գրելու։ Ինչ ասեցիր էլի, ես ինչ գիտեմ, պետքա գրել, թե պետք չի գրել այնուամենայնիվ։ Ես այդ ժամանակ աշխատում էի Հայաստանի Հանրապետություն օրաթերթում ու ի զարմանս երևի դահլիճում գտնվող բոլորի իմ զարմացած հայացքին Վազգենը ասեց գրելու ես, բա ինչ ես անելու։ Ու երևի այդ պահին որևէ մեկ ինձ բացի չհասկացավ, թե այդ ինչ են այդ մարդիկ գրելու։ Բայց եղել է դրա ձայնագրությունը, ես նույնիսկ պահել եմ։ Ու հիմա որ քննարկվում է ստրիպի հնարավորությունները, երկու մայրցամաքներ իրար կապելու, ընդհանրապես Մեղրիի այ աշխարհի հզորներին իր դուռը բերող քար ու քռան Մեղրիի էս ամեն ինչը զուգահեռ է ինձ մոտ ուղղակի ֆանտաստիկ է։ Ինձ թվում է, որ այս ծրագրի հեղինակը ոչ այնքան Դոնալդ Տրամփն է, որքան եղել են Վազգեն Սարգսյանն ու Ալբերտ Գոռը թերևս։ Դա ամերիկյան քաղաքականության շարունակությունն է։ Ես երբեմն MC տպարություն եմ ստանում, եւ այդ մասին խոսվել է հարցազրույցներից մեկի ժամանակ, հիմա չեմ հիշում կոնկրետ ում հետ, որ 20 թվականին, ավելի ճիշտ 20 թվականին, երբ որ կայացավ առաջին համաշխարհային պատերազմը հաղթողների ընդհանուր ժողովը, հետո եղավ Սևերի պայմանագիրը, հետո այդ ժամանակ հանձնարարվեց նաև Վուդրո Վիլսոնին, առաջարկվեց, որ ինքը գցի Հայաստանի քարտեզը, որը իր վրա վճիռ է եւ չի կորցրել իր այժմյանությունը, չկա ժամկետային սահմանափակում այդտեղ։ Իրենք հետո մի տեսակ հետ կանգնեցին դրանից։ Դա միգուցե բոլշևիկների ակտիվացումներ եւ այլն, բայց այդպիսի մի որոշակիություն, մի համարձակություն, այսպես ասեմ, շատ ավելի զգուշ եղան եւ ավելի նահանջող, որի համար շատ փոշմանեցին։ Դա է Ֆրանսիային է վերաբերվում, որ ավելի հեշտ զիջեց Կիլիկյան, թուրքերին եւ Անգլիային, որ ռեալ մեր դաշնակիցներ եւ զինել էր միջև ատամները հայկական բանակը։ Բայց հայկական բանակը չկռվեց, չգիտես, առանց մի որևէ Թուրքիայի առաջ սկուտերի վրա հանձնեցին Կարսը թուրքերին։ Ինչու՞, որտեվ Մոսկվան էր ասել, ես մինչև հիմա չեմ հասկանում, Ալեքսանդր Մյասնիկյանը, որ հիրավի մեծ գործիչ էր եւ Հայաստանի համար շատ բան արեց, ինչի Սահակ Տեր-Գաբրիելյանին ուղարկեց, որպեսզի ստորագրի Արսի պայմանագիրը։ Թուրքիան գիտեր, որ սա հետևանքներ կունենա, բացի Մոսկվայում մարտի 16-ի պայմանագրից, ինքը հետո առաջարկեց, որ աշնանը հոկտեմբերի 13-ին ստորագրեն 3 պետություններ առանձին Արսի պայմանագիրը։ Եվ մենք այդ առումով շատ տուժեցինք, բայց արևմտյան երկրները, ինձ թվում է, եթե կարելի է այդ բառը ասել, զղջացին դրա այդ քայլի համար, որտեղ իրենք շատ բան կորցրեցին։ Իդեպս նրա, որ այդ տարածաշրջանում Թուրքիան առաջ եկավ իր հետաքրքրություններով, ամբողջ արևելյան Անատոլիան վերցրեց նորից իր ձեռքի տակ,
Ռուսաստանը եւ այլն եւ Կարծում այլն։ եմ Չերչիլը այն ժամանակ շատ զղջալու բան ուներ Դարդանելի նեղուցների պատերազմում պարտվելուց հետո։ Այդ բոլորը կար իհարկե։ Եվ իրենք շատ են ամերիկյան կոնգրեսը չվեցրեց Հայաստանի մանդատը։ Եկան պատվիրակություններ երկու գեներալի ղեկավարությամբ, դե ասացին նավթ գազ չկա, նավահանգիստ չկա, ծով ճանապարհներ եւ այլն, զուտ այդպես, առանց որևէ ինչ որ հատուկ ինչ որ բաների սիմպաթիա, անտիպաթիա չէ։ Բայց հետո ինձ թվում է իրենք զաշացին դրա համար եւ հիմա ուզում են հետ խաղարկեն։ Նույնը վերաբերում է նաեւ Եվրոմիությանը, նույնը վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Իրանք տեսնում են, որ այս տարածաշրջանը բավականին ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Ես ամբողջ ճանապարհը, որ պետք է միացնի Կենտրոնական Ասիան, Կովկասը, Արևմտյան Եվրոպան եւ նաեւ Միացյալ Նահանգները, ճանապարհներ ասեն նաեւ Մերձավոր Արևելքով։ Իրենք տեսնում են, որ ունի շատ ստրատեգիական նշանակություն եւ ուզում են, որ այդ փականը գազամուղի, նավթամուղի ճանապարհների նաեւ լինի Ամերիկայի եւ Եվրոմիության վերահսկողության տակ, այսպես ասենք։ Եվ դա հենց այնպես չի, դա շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պարագայում դա ոչ այնքան վերահսկողություն է, որքան անվտանգության ապահովում։ Մեր համար անվտանգություն է։ Այո։ Բայց այդ փականի վրա իր ձեռքը ունենալը նույնպես կարևոր է։ Դա ազդեցիկ լինել է, դա իրենց քաղաքականություն առաջ տանել է տարածաշրջանում։ Տեսեք, պատահական չի, բոլորի հետ պայմանագիր է կնքում Տրամփը, որ հազվագյուտ մետաղները հենց անպայման վաճառվի Միացյալ Նահանգներում։ Եվ կիսահաղորդիչները։ Եվ տեսնում եմ, որ դա մեծ հսկայական առավելություններ է տալիս այդ երկրին, որ զբաղված է այդ պլատաների արտադրությամբ եւ այլն, որ ամենուրեք օգտագործում են։ Դա հենց այնպես չի, եւ իրենք չեն վստահում Թուրանին, այստեղից կարելի է այս եզրակացությունը անել, որտեղ Թուրանից ոչ ոք երբեք ոչինչ չի շահել։ Հակառակ Թուրանը ինքն է միշտ վերցրել Թուրքիերը, թուրքական քաղաքականությունը, այդպեսին է։ Հիմա բարենպաստ հանգամանքներ չեն, որ մենք սկսենք շահել։ Իհարկե բարենպաստ են։ Ուղղակի մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք, միգուցե ավելի ակտիվ քայլեր անենք արևմուտքի ուղղությամբ։ Ես չեմ ասում մենք пассив ենք, ճիշտ հասկացեք։ Այն ինչ որ կատարվեց եւ օգոստոսի 8-ին եւ դրանից հետո հիմա էլ մեծ պատվիրակություններ են գալիս, մեծ աշխատանքներ է տարվում թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպայի կողմից։ Մեր պաշտպանունակությունը ամրապնդելու եւ այլ զարգացման ծրագրեր աջակցելու առումով շատ պարզ է եւ շատ հեշտ է միանգամից ասել ավելի ակտիվ լինել, ավելի լավ կլիներ, բայց եկեք չմոռանանք, որ մենք շատ բան չգիտենք։ Գիտեք, մենք շատ տարբեր ուժեր կան, որոնք տարբեր շահեր ունեն, տարբեր սպառնալիքներ կան։ Այո, բացարձակապես ձեզ հետ համաձայն եմ։ Գիտեք, օրինակ ես երեք մի քննարկման էի, որտեղ ելեք դարձել ասվում էր, որ այ հիմա հենց Ռուսաստանը եւ Ուկրաինան ավարտեն իրենց, եթե հնարավոր լինի այնտեղ գալ խաղաղության, Ռուսաստանը իր այդ հրոսակներին չի վերադարձնի իր տարածք։ Ռուսաստանին պետք է փոքրիկ հաղթական պատերազմ որևէ այլ տարածաշրջանում եւ միանշանակ այդ տարածաշրջանը պետք է ընտրվի ոչ թե Եվրոպան, որը այնուամենայնիվ քիչ շատից պաշտպանված է, այլ կընտրվի Հարավային Կովկասը, դե բնականաբար Հարավային Կովկասում Ռուսաստանը ինչի պիտի նորից արձակվի Վրաստանի վրա, որը արդեն իսկ ռուսաֆիկացվում է, կամ Ադրբեջանի վրա, որի հետ այդպիսի իդեալական հարաբերություններ են եւ այլ մնում ենք մենք։ Այդպես ասում են, որ իդեալական են իրականում։ Չէ, բայց իրականում տեսեք հիբրիդային պատերազմի այդ բուծվող տարբերակներով շարունակում են անverջ մեզ բոլորիս վախեցնել, այ ռուսները կգան ու նորից կհարցակվեն ու են։ Դա ընդհանրապես պրոպագանդա է։ Ես խորհուրդ եմ տալիս բազմիցս բոլոր իմ ելույթներում, երբ որ այսպիսի լոզունգներ, կարգախոսներ են ասվում, այսպիսի հենց էմոցիայի հիման վրա հիմնված այսպիսի ասույթներ, մի 15 վայրկյան ուղղակի ինձ անցկացնել սեփական ուղեղի միջոցով եւ կտեսնեք, որ շատ հանգիստ կասեք, չի ախր, բայց դա այնքան էլ այդպես չի։ Ինչպես կարելի է։ Հայաստանի հետ ընդհանուր սահման չունեցող էմոցիայից դեպի մյուս էմոցիա գնում են եւ այլն, ինչի՞ պիտի հարցակվի։ Կամ մենք ինչ ենք արել, մենք թշնամի ենք, մենք կարծես թե մի չեմա տաշնակից ենք իրենց բազանը մեր երկրում, հարցակվելը որն է։ Եվ հետո ինչ ենք անդադ դրանից վախենում, զգուշանում, ասում են այ կհարցակվի, եթե այսպես չանեք։
Այ ԵԱՏՄ-ից եթե դուրս գաք, լրիվ քաղցած կմնաք, ոչ մի բան Գազը չի լինի։ կփակվի, Լարսը կփակվի։ Եղբայր, ամենաագրեսիվ ՆԱՏՕ-ի պետությունը, երկրորդ հզոր բանակը ունեցող Թուրքիան, որ Ռուսաստանի ստեյության դեմ է, առևտրաշրջանառությունը ավելի քան կրկնապատկվել է 26 միլիարդից հասցնելով 56 միլիարդի դոլարի։ Իհարկե այդտեղ սանկցիաներ են դեր խաղացել, վերարտահանում, բայց միևնույն է, բայց ինչի իր հետ տենց լավ աշխատում է։ Նույն Եվրոպայի շատ երկրների հետ հաճույքով կաշխատի Ռուսաստանը։ Գերմանիան առաջի տեղերից մեկում էր Եվրոպայից հսկայական ներդրումներ անելով, էներգակիրներ էր վաճառում, նրանք էին սարքավորում արտահանում, դեղորայք Ռուսաստան, հսկայական օգուտներ կային, որոնք հիմա հսկայական վնասներ են դառել այդ նաև Գերմանիայի համար։ Ես կարծում եմ, Ռուսաստանը ոչ մի հաղթական պատերազմի կարիք չի ունենա։ Եթե ինքը խաղաղության պայմանագիր կնքեց Ուկրաինայի հետ, կհայտարարվի, որ դա իրենց հաղթանակն էր, որ իրանք հասան իրենց նպատակին։ Իհարկե։ Վերջ։ Դրանից հետո եկեք խաղաղություն լինի, աշխատենք, որտեղ Ռուսաստանի տնտեսական վիճակները ծանր բավական են։ Կա նաև այսպես ասած ռոպագանդայի մյուս կողմը, որ շատերը ասում են, խանութները լիքն են, ամեն ինչ կա, այդպես չի։ Նույն ապրանքը կարկանդակը կարող է մի քանի տեղ դնել խանութում, որ դուրս եկեք Մոսկվայից ու Պետերբուրգից։ Մոսկվայում Պետերբուրգում էլ է այդպես նույնիսկ։ Այ նոր եկողներ կային Մոսկվայից իմ ընկերներից, ասացին այդ մասին, եւ չէր կարող այդպես չլինել։ Եվ իրենք էլ կարիք ունեն եւ ներդրումների եւ կարիք ունեն, որ գոնե հեռախոսները, ինտերնետը նորմալ աշխատեն, ինչի մասն է խոսքը։ Երբ որ խոսում ես ընդեղի մեկի հետ, օրինակ WhatsApp-ով, ասում են կապը վատն է։ Դուք մեզ գրեք, գրավոր ավելի հեշտ ենք ստանում։ Ինչի մասն է խոսքը։ Տեսակ ինչքան ռելոկանտներ կան Հայաստան։ Միայն ծրագրավորողներ, տեղեկատվական IT տեխնոլոգիաների մասնագետները, լավագույն մասնագետներ։ Նենց որ Ռուսաստանին էլ է դա պետք է քաղաքականությունը եւ դրանով ինքը կապացուցի, որ ինքը այ շատ բանի հասավ եւ այլ եւ այլ։ Ինքը չի կարող պարտվել։ Որտեվ պարտությունը Ռուսաստանի եղած Ռուսաստանի քայքայուն է։ Բայց արդեն պարտվել է դե ֆակտո։ Գիտենք, մենք կարող ենք այդպես ասել, կարող ենք այդպես մեկնաբանել։ Մարդիկ կարող են ասել հակառակը, որ չի առաջ է գնում, որ ոչ մի բան էլ չի պարտվել, բայց Երեք օր ընկերը գրավող Ռուսաստանը 4 տարի խրվել է Ուկրաինայում։ Խրվել է, իհարկե խրվել է։ Եվ դա ռուսական ախտական զենքն ու բանակն է։ Ավելի։ Ճիշտ է, բայց հակառակներ չկա, չէ՞։ Խաղաղության պայմանագիրը Գիտեք, այդ Ռուսաստանի խնդիրները ես հուսով եմ դուք էլի կգաք մեզ մոտ, կարծում եմ մենք այդ խնդիրներին նորից կանդրադառնանք։ Ես այնուամենայնիվ ուզում եմ վերադառնանք հոկտեմբերի 28-ի գաղափարին։ Շատ եմ ուզում ձեր տեսակետը իմանալ։ Հայաստանի Հանրապետությունում 2018-ից հետո այդ տնտեսական հեղափոխությունը տեղի ունեցավ վերջապես։ Տնտեսական հեղափոխության գաղափարը, թե միֆը։ Գիտեք, ես չեմ սիրում հեղափոխություն բառը առհասարակ։ Կամ բարեփոխումներ։ Կամ բարեփոխումներ, որ պետք է անպայման արվեն, որպեսզի տնտեսությունը գնա առաջ։ Մի քանի բան նկատել եմ, որ դրական է եղել։ Օրինակ, մենաշնորհների վերացումը, որ 2 շաբաթում այդ հարցերը լուծեց բոլոր։ Հիշում եք, բանանի գինը խանութում 900 դրամից իջավ 550, դա շատ արագ է։ Այս հարցում ես թերևս ձեզ հետ չհամաձայնեմ։ Շաքարավազը, ալյուրը եւ այլն։ Իհարկե իմ կողմից շատ Մենք բոլորս ականատես ենք եղել դրան։ Ես հիմա իմ կողմից շատ ռիսկային է ձեզ պես տնտեսագետին ասել, ես ձեզ հետ համաձայն չեմ, բայց տեսեք, ռուսական տնտեսական մոնոպոլիաները այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում պահպանվեցին։ Եթե մենք գնում էինք տնտեսական հեղափոխության, արդյոք մենք չպիտի նվազեցնեինք այդ մոնոպոլիաները կամ վերացնեինք այդ մոնոպոլիաները, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Նվազեցվել էին եւ նվազեցվեցին։ Օրինակ կապի ոլորտում միանշանակ մի մոնոպոլիա չէր։ Ձերքից ձերք էր անցնում, չէ՞։ Տարբեր օպերատորների էր անցնում եւ այլն։ Դա նրանք իրենք սեփականատերերն էին։ Ասել, որ իրենք մոնոպոլ քաղաքականություն էին անում, գին էին թելադրում, չէ, դա վերացվել էր։ Այո, դա կար 2010, 12, 13 Հա, բայց հիմա հաստատ չկա։ Հիմա չկա։ Դա վերացել է։ Մոնոպոլ քաղաքականություն վարելը ռեալ չի եւ չի դարձել։ Թեկուզ իրենց մեջ էլ կա որոշակի ընդհանրություն, բայց կա նաեւ տարբերություն։ Գազի մոնոպոլիան։
Գազը չէր կարող տարբեր մի մի այսպես ասած խողովակ է գազի, որով գալիս է։ Շատ լավ, բայց այս Եվ կամ ընթացքում մի այլ հնարավոր չէ։ գազի խողովակ, որը Իրանից է գալիս, որը դեռ հլա շատ շուտ այսպես ասած Գազպրոմին դրվեց եւ այլն։ Նվիրվեց։ Դա շատ շուտ էր, այո։ Շատ լավ, բայց համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունը չուներ հնարավորություններ եւ չունի արդյոք հիմա հնարավորություններ։ Գազը ստանում է այնպեսի գնով, ինձ թվում է, որ առայժմ նորմալ է մեզ ձեռ է տալիս։ Իհարկե, իմ մոտ էլ է այդ հարցը առաջանում։ Ինչի սահմանին մենք ստանում ենք մի գնով, իսկ վաճառում բնակչությանը Սպառողները այդ աստիճան։ Իհարկե պետք է թանկանա, բայց ոչ այդ աստիճան։ Եվ Իրանի գազամուղը մեր այլընտրանքն է։ Ժամանակին չկարողացան այդ գազամուղի տրամագից ավելի մեծ արկեր, որպեսզի Վրաստանն էլ կստանա դրանով։ Ես հիշում եմ այդ ժամանակ Վրաստանի վարչապետը եկավ, մեր վարչապետի հետ հանդիպեց։ Բայց վարչապետն էլ հազիվ կարողացավ դա անցկացնել, որտեղ ռուսները շատ բնական է դրական չէին նայում դրան։ Դա այլընտրանք է։ Շատ լավ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, եթե ընդունենք այդ ելակետը ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխան պետության անվտանգության հիմքում միայն ռազմականը չի։ Կա նաև տնտեսական անվտանգությունը, միանշանակ տնտեսական անվտանգությունն է մյուս բոլոր անվտանգությունների հիմքը։ Այդ պարագայում մենք ոնց մեր էներգետիկ անվտանգության խնդիրները, այսպես թեթև դաշկով, թեթև խղճով, գազն է, էլեկտրաէներգիան է, չգիտեմ ինչն է, հանձնում ենք մի երկրի, որը մեզ բացարձակապես այլևս բարեկամ չի։ Եվ այս պարագայում ինչու չենք մտածում այլ ընտրանքների մասին։ Իսկ մենք այդ այլ ընտրանքները նոր խողովակաշար կառուցելու, թե հնի կարգավիճակ փոխելու, բոլոր դեպքերում մենք ունենք պայմանագրեր Ռուսաստանի հետ եւ մենք շատ հանգիստ կարող ենք հայ-ռուս գազարդից, չգիտեմ, Գազպրոմից թե ումից այդ խողովակաշարը վերցնել։ Այն օրը, որ դա մեզ ձեռնտու է ավանել, մենք կարող ենք դա անել։ Մենք վստահ ենք, որ Իրանից գազը ավելի կայուն մատակարարում է եւ ավելի էժան է լինելու։ Ես չէ։ Դրա համար պետք է բանակցել։ Կարող է փոխությամբ խոսակցություններ գնում են։ Այստեղ պետք է, այստեղ իսկապես էներգետիկ եւ տնտեսական անվտանգության խոշոր հարց է։ Առայժմ գալիս է եւ իրենք էլ շատ շահագրգիռ են, որ ավելի շատ մենք օգտագործենք այդ գազը, որը պակասում է։ Դե հաշվի առնենք, որ Գազպրոմը ըստեյության սպառող չի, Գազպրոմի սպառողները ամբողջ աշխարհում նվազել են։ Բնականաբար մենք դառնում ենք խոշոր սպառող։ Իհարկե, եւ գնի բարձրացում չկա։ Բայց լավ է, որ մենք ունենք այլընտրանքային գազատար։ Սա արդեն դրական է։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ մեծ ռիսկեր էներգետիկ եւ գազի մատակարարման հետ կապված այդ անվտանգության հարցերով այս բանին չկան։ Երկաթգից երբ որ հարմար լինի, մենք կարող ենք ասել, չեղյալ ենք համարում այդ պայմանագիրը եւ մենք չենք վճարում ձեզ, չենք համաֆինանսավորում, բնական է իրենք հաճույքով կհրաժարվեն դրանից, եթե ճանապարհները բացվի, որտեղ երկաթգից արդեն կդառնա բավականին շահութաբեր։ Որ իհարկե այնտեղ ներդրումներ են դեռ պետք է անել միլիոն, տասնյակ հարյուրավոր միլիոնների։ Այսուհանդերձ, ապագայի առումով դա իհարկե ճիշտ է։ Իսկ դրանք ժամանակին են տրվել։ Ես չեմ կարծում, որ հիմա տրվել են բոլորը ռուսական ընկերություններին։ Ես կողմ չեմ։ Հիմա չեն տրվել, Ռոբերտ Քոչարյանի մի կենտրոնին։ Այո։ Գիտեք, ճիշտ է դիվերսիֆիկացիան կապիտալ ներդրումների եւ նաեւ սեփականատերերի, որտեղ կա մի համընդհանուր ճշմարտություն, բոլոր երկրների կապիտալները ունեն մի ընդհանուր շահ, որ այն երկրում, որտեղ իրենք ներդրված են, լինի խաղաղություն եւ կայունություն։ Դա իրենք վերում են այդ անվտանգությունը։ Առումով շատ կարևոր է։ Այդ դեպքում պետք է լինեն տարբեր ներդրումներ, եւ ամերիկյան, եւ անգլիական, եւ Պարկասո հիմա գնում է առաջ այդ աշխատանքները։ Նաեւ այլ երկրներից, նաեւ Ռուսաստանից, ես դեմ չեմ։ Բայց ոչ այնպես massայաբար, ինչպես առաջ տրվեցին, նաեւ այսպես ասած պարտքերի դիմաց եւ այլն։ Այդպես չէ։ Այդպես չպետք է լինի։ Հասկանում եք, այդտեղ շատ անելիքներ կան անշուշտ, բայց դա պետք է արվի աստիճանաբար, օրենսդրության, օրենքի սահմաններում, հարգելով դիմացինի սեփականության իրավունքը։ Այդ թվում օրենսդրության փոփոխությամբ։ Նաեւ, այո, ինչու՞ չէ։ Առանց մեծ էքսեսների։ Տնտեսությունը չի սիրում թռիչքաձև տատանումներ։ Խաղաղ լռություն են սիրում։ Նա սիրում է հանգիստ աստիճանական զարգացում եւ կանխատեսելի։
որը նախորդ կարողանա ներդրող հարմանալ ինչ ուղղությամբ է գնում քաղաքականությունը։ Իր կապիտալի Ինչպես է ընթացքը։ փոխվում կուրսը, փոխվում է, չի փոխվում, ինֆլյացիայի վարիվերումներ լինում են, չեն լինում։ Կայունությունը շատ կարևոր է ներդրումների համար, եւ այդպիսի ազդակները մենք տալիս ենք իհարկե։ Նույնիսկ ամենածանր տարիներին մենք միջև վերջի ցենտը ամեն տարի մարել ենք մեր ամբողջ արտաքին պարտավորությունները։ Հիմա վարկերի արժեքը իջնում է Հայաստանի համար, որտեղ ռիսկայնությունը պակաս է, որտեղ գիտեմ, որ արդեն իրար հաջորդող կառավարությունները ժամանակին են մարում այդ պարտքը։ Ի տարբերություն շատ էր այդ մեր հարևանների, որոնց դեպքում մենք կրեդիտոր ենք հանդես գալիս Փարիզի ակումբում ժամանակին, եւ նաեւ նույն Ուկրաինայի հարցում։ Նո այդպես էր ստացվել, հիմա հարցը դրանում չէ։ Բայց մենք չգնացինք երբեք Փարիզի ակումբ եւ օգնության ձեռք չմեկնեցինք միջազգային հանրությանը, լինելով բավականին ծանր պատերազմական իրավիճակներում եւ այլ։ Սա երկրի իմիջը բարձրացնում է հեղինակությունը։ Պարոն Վարդանյան, եթե մի կողմում համադրում ենք տրիպը, մյուս կողմում դնում ենք բյուջեի կառուցվածք ու տնտեսության կառուցվածք փոխելու, այսինքն տնտեսության ռեալ սեկտոր զարգացնելու խնդիրը, նպատակը, ինչքան ժամանակում հաջողության կհասնենք։ Բավականին արագ ըստիս, որտեղ ճանապարհի բացվելը նաեւ շատ ակտիվացնում է ապրանքաշրջանառությունը, առևտրաշրջանառությունը եւ Հայաստանը դարձնում է նաեւ տրանզիտ երկիր, որից եկամուտներ մենք նույնպես կստանանք։ Ես հիմա չեմ խոսում նույն գազատարի մասին, որ Թուրքմենիայից պետք է գա Հայաստանով անցնի, գնա Թուրքիայով Եվրոպա եւ այլն, դա իհարկե տարիներ է պահանջում, բայց պարզ ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային շրջանառությունը, Ենթակառուցվածքների զարգացման Ենթակառուցվածքների զարգացումը մենք իհարկե պետք է ներդրումներ անենք։ Այդ առումով բյուջեի կառուցվածքի մեջ որոշակի տեղաշարժեր կլինեն, երբ որ սահմանները բացի, որտեղ ոչ ոք չի գալու ասի 100% ես եմ կառուցում, այդ դեպքում կասի 100% էլ ինքն է սեփականություն, այդպես չի։ Մենք ամենտեղ պետք է համաֆինանսավորենք, պետք է դրան շատ նպաստենք եւ դա շատ ոգևորում է նաեւ ներդրողներին, որտեղ երկիրը ինքը իր հերթին չունենալով շատ միջոցներ կիսում է այդ ռիսկը։ Այսինքն բիզնեսի առումով, ենթակառուցվածքներ կառուցելու առումով մասնակցում է ակտիվ։ Սա շատ կարևոր ազդակ է ներդրողների համար միջազգային։ Այդ ուղղությամբ փոփոխություններ պետք է լինեն, բայց բավականին արագ ժամանակում այդ ներդրված գումարները հետ կգնվեն, կփոխհատուցվեն այն եկամուտներով սպասվելիք, որ կարծում եմ մենք կստանանք այս նոր ճանապարհները օգտագործելով եւ հատկապես մուտք գործելով արդեն ավելի անարգել Եվրոմիության շուկա։ Շնորհակալ եմ։ Դուք հենման կետում եք եւ հենման կետում այսօր դուք Լևոն Բարխուդարյանի հետ եք։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Լայքեք, բաժանորդագրվեք եւ տարածեք։ Վազգեն Սարգսյանն ասում էր. մտածեք այս երկրի մասին։ Մտածենք միասին։ Բարի աշուն ձեզ։